Ողջույն, մայրաքաղաք Երևանը հեղձուցիչ ծխով ողողած Նուբարաշենի աղբավայրի հրդեհից շուրջ 6 օր անց գործով ձերբակալված չկա, Երևանի քաղաքապետն է դիմել իրավապահներին ազգային անվտանգության ծառայությանը կասկած հայտնելով, որ հրդեհը միտումնավոր է արվել, ըստ քաղաքապետարանի աղբը սկսել է այրվել արտաքին հատվածից եւ հետո խորացել դեպի խորքերը, մինչ հրդեհը չեղարկել է քաղաքապետարանը համագործակցությունը սպասարկող ընկերության հետ եւ աղբավայրի սպասարկման գործառույթը փոխանցվել է քաղաքապետարանի, բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են, որ Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում բնապահպանական տարրական կանոններին, լրջագույն առողջապահական խնդիր է մայրաքաղաքի համար։ Հրդեհի պահին, մինչ քաղաքապետը հատուկ ուղերձով փորձում էր հանգստացնել երևանցիներին, ասելով, որ աղբավերամշակման գործարան են կառուցելու խնդիրը հանգուցալուծելու համար, մրցույթ են հայտարարելու եւ այլն, մարդիկ ստիպված էին փակ պահել պատուհանները, չշնչելու վտանգավոր թափոնների այրումից աղտոտված օդը, թունավոր եւ քաղցկեղածին գազերով հարուստ օդով աղտոտվածության ամենաբարձր մակարդակը մայրաքաղաքի կենտրոնում էր արձանագրվել, զգալի էր նաեւ մյուս հատվածներում։ Factor TV-ում այսօր հրավիրել են քննարկում այս թեմայով, հասկանալու մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրները, դրանց պատճառները եւ թե ինչ է անում քաղաքային իշխանություն դրանք հաղթահարելու քննարկմանը իրենց մասնակցությունը նախապես հաստատել են քաղաքապետարանի պաշտոնյաներ, սակայն հաստատելուց հետո նրանք հրաժարվեցին մասնակցել, ըստ էության հրաժարվեցին հաշվետու գտնվել քաղաքացիների, երևանցիների առաջ այս հարցի վերաբերյալ, սակայն չի խանգարում այս հանգամանքը մեզ քննարկում ունենալ, որին մասնակցում են Օլեգ Դուլգարյանը, իրավապաշտպան եւ բնապահպան, Նազելի Վարդանյանը, Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության տնօրեն եւ էկոլոգ իրավաբան Քրիստինե Վարդանյանը, Երևանի ավականու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Էդուարդ Հայրումյան, ակտիվիստ։ Ահա այս վիճակներ ամբողջությամբ մայրաքաղաք Երևանում։ Սկսենք ձեզնից, Տիկին Վարդանյան, ինչու էր այս վիճակը, մենք պարբերաբար ենք տեսնում Նուբարաշենի աղբավայրի բռնկումներ եւ ըստ էության այդտեղ ոչ միայն երևանցիներն են շնչում այդ աղտոտված օդը, այլև մի ամբողջ օր, միգուցե շաբաթ ամբողջ քաղաքական ռեսուրսը մղվում է ինչ-որ մի կրակ հանգցնել։ Ինչու՞։ Մենք մշտապես բարձրաձայնում ենք, որ Նուբարաշենի աղբավայրի հարցը գերարդեական է եւ օր առաջ պետք է լուծված լիներ։ Եվ հիմա էլ անընդհատ մենք դրա մասին խոսում ենք եւ միակ բանը, որ այսպես շատ պեդանտ ձևով իրականացվում է, ամեն հաջորդ քաղաքապետի օրը Կամո Արեանը մեզ վստահեցնում է, որ արդեն սկսվել են աշխատանքները եւ արդեն կլինի վերամշակման գործարան կամ կլինի նոր աղբավայր, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, որտեղ այս աղբավայրը չի էլ համապատասխանում որևիցե սանիտարական ուրեմն պահանջներին եւ մշտապես իրենից վտանգ է ներկայացնելու իր հենց բնույթով պայմանավորված, որովհետեւ այնտեղ եւ ինքնաբուխ ուրեմն այրում կարող է տեղի ունենալ պայմանավորված այն նյութերով, որոնք որ առաջանում են թափոնների ուրեմն քայքայման ընթացքում եւ այլ դրան նպաստող պայմաններ կան, նաեւ կարող են եւ հրդեհվել։ Իմ համար ուղղակի զարմանալի էր, որ ինչ տարբերություն կար օրինակ օգոստոսին այդ ուժեղ հրդեհը եւ էլի նորից ծածկույթը Երևանի այդ տոքսիկ նյութերով եւ որ հիմա չէ, այ հիմա դա եղել էր ինչու է այս դեպքերը լինում։ Գիտեք, մի բան ուղղակի ավելացնեմ, Երևանցու համար բացարձակապես միևնույն է։ Դա այրեցին եւ իրավապահները պետք է զբաղվեն դրանով, թե դա ինքնաբուխ տեղի ունեցավ, որովհետեւ դա անմիջականորեն առողջության վրա անդրադարձող ինչպես կարճաժամկետ հետևանքներով, այնպես էլ երկարաժամկետ եւ երբ որ Երևանի քաղաքապետը ասում էր, որ մենք չափում ենք 2.5 մասնիկները PM եւ մեր մոտ արդեն ամեն ինչ նորմալացել է, PM 2.5 մասնիկները դրանք միակ խնդիրը չէին նման տիպի ուրեմն վթարի եւ աղետի պարագայում։ Այստեղ կան շատ ավելի վտանգավոր նյութեր, որոնց մոնիտորինգը առհասարակ չի արվում եւ մենք դրա մասին ոչ մի տեղեկություն չունենք, այնպիսի նյութեր, որոնք որ ունեն քաղցկեղածին երկարաժամկետ ուրեմն էֆեկտներ։ Այսինքն ազդեցությունը գնահատված չի, թե սա մարդկանց առողջության վրա ինչ ազդեցություն ունի։ Մենք մշտապես ասում ենք, բոլոր շնչում են այդ օդը, խեղդվում են, պատսպարվում են տներում,
բայց մենք չգիտենք դրա հետևանքը մեր առողջության վրա։ Կակրած բժիշկները շատ լավ գիտեն եւ դրա համար անընդհատ ահազանգում են, որ եւ ռեպրոդուկտիվ եւ ուրեմն քաղցկեղածին էֆեկտներով եւ այդ կարճաժամկետ խնդիրները, որոնք որ ունեն, եւ դա անդրադառնում է երեխաների առողջության վրա, որովհետեւ առաջին թիրախը դա հենց երեխաներն են, որովհետեւ իրանք նախ նյութափոխանակությունը ակտիվ է, ավելի մեծ փորձ են ստանում այդ նյութերի, եւ երկրորդը չկան դեռ ձևավորված չեն պաշտպանական մեխանիզմները, որ օրգանիզմը կարողանա իրեն adekvat պաշտպանել։ Այսինքն մենք վտանգի առջև ենք դնում առաջին հերթին ամենաթանկը մեր նորածիններին, մեր երեխաներին, ինչպես նաև տարեցներին, ինչպես նաև սա առաջին որպես թիրախ, ինչպես նաև տարեցներին այն մարդկանց, որոնք որ ունեն քրոնիկական հիվանդություններ, շնչառական համակարգի, սրտանոթային համակարգի եւ առհասարակ ամբողջ բնակչության համար։ Այսինքն պետք չի ասել, որ եթե այս խումբը ունի, ուրեմն մնացածների համար ամեն ինչ նորմալ է։ Ոչ, բոլորի համար պատասխանատուները չկան այսօր այս քննարկմանը, թե հաստատել են իրենց մասնակցությունը։ Գիտեք, ես առհասարակ արժի նավես հարցին անդրադառնել, չէ՞ որ սա հրապարակային այսպես քննարկում էր եւ մարդիկ կարիք ունեն պաշտոնյաների այսպես բացատրություններ լսելու, անկախ նրանից կբավարարին թե չէ։ Գիտեք, իմ համար որպես Երևանի հավաքանու անդամ սա առհասարակ անընդունելի է, որովհետև առնվազն բնապահպանության վարչության պետը պետք է այստեղ ներկա լիներ եւ պատասխաներ, ինչ գործողություններ են իրանք անելու, երբ այս հարցը լուծվելու, ինչպես են իրանք տեսնում հեռանկարները այս ամեն ինչի եւ ինչ չի արվում, որ այս ամեն ինչը տեղի ունի, չէ՞ որ նաեւ քաղաքային բյուջետի տեսանկյունից եթե մենք նայենք, հսկայական միջոցներ են ծախսում, երբ որ իրանք այդ աղբավայրի բաները, հրդեհները սկսում են մարել եւ այլն եւ Երևանի քաղաքապետարանը այս էկոլոգիական հազարավոր խնդիրների մեջ, որ ուղղակի պարուրված է Երևան քաղաքը, միակ բանը, որ արեցին փայլում, դա ծառերի հատման ծրագիրն է։ Շնորհակալ եմ, դրանք անդրադառնանք, ինչ եք դուք մտածում Տիկին Վարդանյան, պատճառը որն է այս հսկայական, ասես ասենք, հսկան մայրաքաղաքի մեջ, ըստ էության, պարբերաբար թունավորում է օդը։ Պատճառը կառավարման բացակայությունն է։ Իսպառ մենք աղբի կառավարում չունենք եւ այսօր որ իրենք չեն ներկայացել, նրանից է որ իրենք գործ չեն արել, որ գան այսօր հաշվետվություն տան մեր ժողովրդի առաջ։ Պետք է դրական մի բան անես, որ երես ունենաս, գաս ինչ որ բան հաշվետվողականություն լինի։ Տարիներ շարունակ սա նոր երևույթ չի, ես արդեն 20-30 տարի այդ աղբավայրի մասին լսում եմ, այդ խնդիրը կա ու բոլոր իշխանությունների ժամանակ այս աղբավայրը եղել է ասենց մի բան վեճի կամ չգիտեմ քննարկման առարկա տարբեր կազմակերպություններից եկել են ու սա էլ է բան ինչ-որ խնդիր, ես դեռ աշխատում էի այդ պետական համակարգում, Մերսեդեսից են եկել, տարբեր ուրիշ կազմակերպությունից, որ վերամշակման միջազգային կառույցներից, տարբեր երկրների եկել են ու առաջարկել են վերամշակման գործան կառուցել։ Այն որ ասում է շունը խոտի դեզի վրա է, ոչ խոտը ուտում, ոչ թողնում է մոտենալ, այ մենք այտենց քաղաքականություն ենք վարել տարիներ շարունակ։ Մենք ինքներս բան չենք արել, մարդիկ եկել են, ասել են վայ, ոնց ինքը տենց շահույթ ստանա, բա մենք ինչ ենք ու տես թույլ չենք տվել։ Ինչ որ շահերի բախում կա, որը տարիներ շարունակ այդ աղբի շուրջ շահերի բախում է։ Համ ուզում են իրանք այդտեղից եկամուտ ստանան, համ չեն ուզում ներդրում անեն, համ էլ ուրիշին չեն թողնում որ գանի։ Ճապոնացիները 12 թվականին եկան, առաջարկեցին, որ էլեկտրոէներգիա տան, դա 56 տարբեր թվեր են ասում, բայց 50-ից ավել հեկտար է այդ Նովարաշանի աղբավայրը եւ առաջարկում են, որ ամբողջ տարածքը վերցնեն եւ դրանից գոնե ներքին այրում անեն առանց արտանետումների եւ էլեկտրոէներգիա ստանան, որը էլի լրիվ չէր լուծում խնդիրը, բայց էլի ինչ որ լուծման հարց էր։ Տվեցին շատ չնչիտ մի փոքր տարածք, այսինքն այդ 56 հեկտարը չտվեցին, ընդ կարծեմ 8-9 հեկտար են տվել։ Հիմա այդ աշխատում է, էլեկտրոէներգիա արտադրում է, այստեղ էլ ճապոնացիները այդ խնդիրներ առաջացրին, ճապոնացիները գնացին, հիմա այդ բանը, այդ էլեկտրոէներգիայի արտադրությունը փոխանցվել է քաղաքապետարանին։ Այսինքն ստեղ էլի շահերի բախումը, որ դրսի ներդրողը ապահովված չի եւ գալիս ներդրումանում է, հետո ինչ որ ձևի ստեղից դուրս է մղվում եւ իրենք վերցնում են դա։ Հիմա ինչ կանում են դա կառավարելու, չգիտեմ։ Այս թափուների կառավարման խնդիրը շատ լուրջ է եւ մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի։ Օրինակ ես տարիներ շարունակ նույնիսկ որ այդ ահարկակները չկար, ես տեսակավորում էի ու տեղ էի գտնում, որ այդ պլաստիկը ինչ որ
պիտանի նպատակով հանձնի ու օգտագործի։ Հիմա կան այդ արկղները, բայց մարդիկ համոզված չեն, որ այդ արկղների հավաքած տեսակավորված աղբը չի գնում նորից Նուբարաշեն։ Ասում են, որ դա ինչ-որ մի պահեստում հավաքվում է, որ վաճառում են բիզնեսին։ Ես չգիտեմ, դա չեմ կարող որևէ բան ասեմ, եթե դա այդպես արվում է շատ լավ է, բայց եթե դա չի արվում ու դուրս է գալի, որ մենք ռեսուրս, ժամանակ, չգիտեմ, ջուր, ամենից ծախսում ենք, որ այդ տեսակավորենք ու գնում է ուստեղ գաղափարն են կորցնում, ամենակարևորը գաղափարի կորուստն է, որ մենք գիտենք, որ դա նպատակային պետք է գնա ու գնում այնտեղ այրվում է, սա էլ անընդունելի է ու մենք դա է պատճառը, որ մարդու մտածելակերպն չի փոխվում, յուրաքանչյուրը, որ այդ տեսակավորման, այդ կառավարման մի մասը դառնա։ Պարոն Ավենյանը խոստանում էր, որ հիմա մրցույթի առաջին փուլը կլինի վերամշակման գործանի, ինստիտուցիոնալ լուծումը դա է։ Պարոն Ավենյանը այնքան բան է խոստացել, արդեն չգիտեմ, ճոպանուղի պետք է ունենանք, մետրո պետք է ունենանք, այդ ազարը մի բան։ Նյու Յորքի այգու նմանությամբ այգի այ։ Տենց մենք այսօր աղբավայր ունենք։ Շնորհակալ եմ։ Էդուարդը ամենահայտնի ակտիվիստներից է քաղաքային խնդիրների լուսաբանող, դուք երբևէ այս հարցի շուրջ ուշադրություն գրավել եք եւ ընդհանրապես ինչպես են քաղաքային իշխանությունները պատասխանում։ Միշտ եմ այս հարցին ես անդրադարձել, ինձ հետևողները գիտեն, որ առնվազն վերջին 3 հրդեհների ժամանակ ես ու եթերով ցույց եմ տվել ամենը։ Սա վերջին 1 տարվա ընթացքում 3-րդ խոշոր հրդեհն է։ Սա ավելի խոշորական նախորդ երկուսը, բայց այս տարի արդեն 3-րդ անգամ է վառվում։ Ընդամենը 2 ամիս առաջ էլի վառվել էր աղբավայրը։ Էլի քաղաքապետարանը մի ընթացքում գրեց, որ գրեթե բանը հրդեհը մարված, ասենց ես գնացի ուղիաթով ցույց տվեցի, որ եւ հրդեհը, եւ ծուխը, եւ մի հատիկ տրակտորով գործ էին անում, ասեմ ամբողջ մեր ներուժը ներգրավել ենք, որ հրդեհը հանգցնենք, մի տրակտոր ասենց տնկ գործ էր անում։ Հիմա խոսվեց, որ բնականաբար մեզ պետք է աղբի վերամշակման գործարան, պետք է շատ ավելի մեծ միջոցառումներ, որպեսզի աղբի հարցը լուծվի, բայց քանի որ քաղաքապետարանը այս պահին փոքրացրել է խնդրի մակարդակը ու խոսում է ինչ-որ տեսախցիկներ տեղադրելուց, չգիտեմ, շլագբաում տեղադրելուց, կարծես շլագբաումը որ տեղադրեն այդ ծուխը չի գալու։ Ես էլ իջնեմ այդտեղ ու խոսանք այդ խնդիրներից։ Նախ վերջին 1 տարվա ընթացքում քաղաքապետ եղել է Տիգրան Ավինյանը։ Տիգրան Ավինյանի օրոք 3 անգամ վառվել է աղբավայրը։ 3 անգամ ես չգիտեմ ինքը հավես ունեցել է գնա այնտեղ թե չէ, բայց ես 3 անգամ հավես եմ ունեցել ու գնացել եմ այնտեղ եւ տեսել եմ այդ ամենը եւ նկարել եմ։ Ուրեմն, հենց տեսանյութում երևում է, որ այս ցանկապատի մեծ մասը վերևից վթարներ ա եղել կամ ինչ ա եղել նայեք, ժեշտերը պոկված են ու ցանկապատի մեծ մասը պոկված է։ Երբ որ ընդեղի ժողովրդին հարցրեցի, այնտեղ մի երկու հոգի կային, որոնք հիմա որ վերև գնա այդ աղբավայրի ցանկապատն է։ Հիմա որ վերևի տեսանյութում կերևա, որ այդ բաները պոկված են, ցանկապատերը, սա մուտքնա չէ, վերևում արդեն մեծ մասը պոկված են ցանկապատերի։ Այդ մարդկանց ասում խիչ է գոնե այդ ցանկապատերը կապում, այս աղբը որ դրսում է, նաև պատճառը դա, որ այդ ցանկապատերից քամին քշում ու հանում էր դուրս, ասում մենք մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, ասել են բյուջետ չունենք, հեսա օրինակ տեսեք ստեղ ցանկապատերը, այսպես պոկված է շարքով, այդ արանքներից քամին աղբը բերում է դուրս, դա ամենաէլեմենտար խնդիրն է, որ չգիտեմ 50,000 դրամով լուծվող խնդիր է, բայց իրանք տարով այդ խնդիրը չեն լուծում։ Երկրորդ խնդիրը գիշերվա մեր աղբի մեծ մասը հավաքվում է գիշերը, նայեք ցանկապատի վիճակը։ Այստեղ շարքով չկա, ցանկապատը ամբողջությամբ պոկված։ Երկրորդ խնդիրը բանը գիշերը երբ որ աղբավայր են տանում աղբը դատարկելու, ոչ մի հատիկ լուսավորության նշույլ այդտեղ չկա։ Մթության մեջ այն մեկը ֆառա տալիս, այն մեկը ֆառերով լույսը ապահովում, այն մեկը աղբն է դատարկում։ Երրորդ խնդիրը այդտեղի բարդակը, ես չգիտեմ դեզայնից ով է ներս մտել ու տեսել է ինչ։ Մի 100 մարդ, որ չգիտես ով է, տարբեր ավտոներով, ֆորդերով, ինչ որ բաներ են ջոգում, մեկը կարտոնն է, մեկը ինչ որ sense բաժանում արած է մաֆիայի նման, մեկը պլաստիկն է տանում վաճառելու, մեկը կարտոնը, մեկը եսի ինչը ու վերջում, երբ որ արդեն քուջուջ են անում, ինչ պետքա հանում են, տակը մնում է մի որոշ աղբ, այդ աղբը մաս վառում են իրանք, ինձ տեղում այդ մարդիկ են ասում, չկրակ, ասում է դետի մենք ենք վառել կհանգստեն։ Այդ աղբը իրանք վառում են, որպեսզի գունավոր մետաղների այդ լարերը հալվի, տակի մնացած գունավոր մետաղները հավաքեն,
ու տանեն։ Իսկ այս հրդեհը ինչից է գալիս նման այրումներից Իմ պատկերացումով նույնիսկ նախորդ հրդեհը, որ օգոստոսին եղել է, միջև այս վերջերս էլ ծխում էր այդ հրդեհը, ասենք կարող է մի քիչ այրվել է մի հատ քամուց նորից հրդեհը առաջացել։ Ես երբևէ չի եղել գնամ Սովետաշեն վերջին 1 տարում ու ամբողջությամբ առանց ծուխ տեսնեմ Սովետաշենի աղբավայրը։ Միշտ մի թեթև հրդեհի օջախներ եղել են, այսինքն ասել որ ԱԱԾ-ին դիմել են գնա եւ եսի ինչքան միտումնավոր են արել։ Չեմ Ասում եմ միտումնավոր են։ Չենք, հա, ասում եմ միտումնավոր են։ Չի կարելի ասել ինչ ա եղել, էլի, անկախ դրանից, եթե միտումնավոր ա եղել, իրենց մեղքն է, եթե միտումնավոր չի եղել, իրենց մեղքն է։ Իսկ սպասարկող ընկերությունից հրաժարվել, դա ինչ կտա։ Նայեք ոնց ա եղել։ Եղել է մի հատ բան, նոր աղբավայր, եսի ինչ հիմնարկետում տնօրենին հանեցին աշխատանքից։ Այդ հիմնարկը Պոակեր թե ինչ էր, կարող է իմանաք, Պոակեր ոնց է։ Նոր աղբավայրն, այդ որ տնօրենին էլ հանեցին։ Այդ ենթադրանք Պոակեր, ինչ որ քաղաքապետարանին ենթակա կառույց էր։ Քաղաքապետարանի ենթակա կառույց։ Մի խոսքով մի հատ քաղաքապետարանին պետական կառույց, քաղաքապետարանի ենթակա։ Գիտեք ինչ քանի հաստիկ կար այդ կառույցում, ովքեր նոր աղբավայր 2, այդ տնօրեններ ու կես դրույքով հաշվապահ, ուրիշ ոչ մեկ չկար։ Գնացեք կանգնել ասում հա տնօրենին անել եմ, որ չգիտեմ, անպատասխանատու։ Այդ մարդը ուներ 1 աշխատող հաշվապահ կես դրույքով։ Այդ մարդը այդ հողակը ստեղծվել էր նրա համար, որ երբ որ նոր աղբավայրը կառուցվեր, արդեն իր վրա ձևավորվեր հաստիկ, այդ ընթացքը ինքը ղեկավարեր, որ արդեն աղբավայրը պատրաստ լիներ, պատրաստի տնօրեն ունենա ինքը աղբավայրին, էլի, այդ մարդը вообще կապ չուներ այս աղբավայրի վիճակին։ Իհարկե, քանի որ ուտեղ էր աշխատանքի գնում, ինքը դարձել էր ավտոմատ պատասխանատուն, զանգում էր ստեղ այնտեղ այդ սպասարկող կազմակերպություն, չգիտեմ ինչ։ Հետո մի վերջի հրդեհից, նախավերջի հրդեհից առաջ նոր ավելացրել էին հաստիկներ 4 հսկիչի հաստիկ էին ավելացրել, բայց արդեն վերահսկողությունը այդ տվել էին Կամո Արյանին, վերջին 1 ամիսը Կամո Արյանն է հսկում ամբողջ գործառույթը աղբի, թե չգիտեմ հողածածկույթով լցնելը, թե բան այդ հսկիչների բան աշխատանքը ու նաև վերջին 1 ամսում տվել են բյուջե այդ հիմնարկին 200 միլիոն դրամ բյուջե են տվել ու այդ բյուջեով արդեն պիտի այդ իրանք սպասարկումը անեին։ Ու երբ որ այն նախկին մարդկանց այս արդեն ներքին ինչ պատմել են, դա ասեմ, այն մարդիկ, ովքեր սպասարկում էին աղբավայրը, այդ տրակտորիստները, ինչը գիտեին, որ հողը գալիս էր, հողը բրդում էին, լցնում էին աղբի վրա ու հաջորդ շերտ բաններ, աղբն էին լցնում։ Ասում այս մարդիկ նորերը որ եկել են, առաջին անգամ են աղբի հետ աշխատում ու այդ մարդիկ սկսել են աղբը բրդել, այսինքն սկսել են նոր շերտ աղբը բրդել, տակից հինը բացել, տակից իբր տարածքը հարթեցնել ու այնտեղ մարդիկ ասում են մենք ասել ենք հին աշխատողներ, որ տենց անեք, տակից 4 աղբա դուրս գալու ու վառվի ու սա չի լինելու նախորդ հրդեհների նման, սա լինելու է շատ ավելի վատ հրդեհ ու ես կարծում հենց դա է նաև պատճառը, որ տակից 4 աղբը բացել են ու այս անգամվա հրդեհը երբեք նախորդներին նման չի եղել, շատ ավելի ուժգին հրդեհ է։ Շնորհակալ եմ իրական Էդուարդ այսքան մանրամասնելու համար, սա հետաքրքիր նյութ էր Պանդո Գարյան քննարկելու այս աղբավայրի այսօրվա ստատուսը եւ խնդրի ինստիտուցիոնալ լուծման հնարավորությունները։ Իրապես մենք Տիկին Վարդանյան շատ լավ հիշեցրեց 12 թիվը, հիշում ենք եւ հիշում, որ աղբավերամշակման գործարան, նոր աղբավայր, սրանք բոլոր այսպես քաղաքական ուժերի ծրագրերում կան, բայց ոնց որ թե վերջը չի երևում։ Խնդիրը ավելի խորքից է գալիս, թե ընդհանրապես մենք ինչպես ենք, հա, վերաբերվում երևույթին, օրինակ որ հա ծուխա եւ ասենք մարդիկ թունավորում են, գործընկերը նշեց, որ հա բժիշկները դրա մասին ահազանգում են, բայց միգուցե անհատ բժիշկներ են ահազանգում, բայց օրինակ արձագանքեց որևէ ձև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Այս անգամ արձագանքեց։ Որքան հետազոտություններ ուներ իրականացված, թե ինչ վնասներ են արդեն հասցվել, ասենք օրինակ, չգիտեմ, բնակչության կամ ռիսկեր են ստեղծվել։ Ստեղ նայեք, բնապահպանությունը ինքը ինչ որ մասնագիտություն չի, հա, Հայաստանում բնապահպանությունը ինքը էթնոցենտրիկ է ստեղծվել, այսինքն մարդիկ մտածել են, որ կարևոր է մաքուր բնություն, մաքուր օդ ունենալ, որպեսզի հայ ազգը գոյատևի երկար ապրի, հա, կա դրա, չգիտեմ, հա, մարդակենտրոն մոտեցումը, էկոկենտրոն մոտեցումը, այսինքն շրջակա միջավայրի, դրանցից որևէ մեկը որդեգրված չի որևէ մեր պետական կառույցի կողմից, այսինքն եւ նաեւ տեղական իշխանությունների կողմից համակարգի նկատի ունեմ, հա, որովհետեւ եթե մենք շուտով խոսելու ենք, որ 30 տարի տեղական ինքնակառավարման համակարգ ունենք, բայց եթե մենք գնանք բոլոր համայնքներով Հայաստանի,
տեսնենք ինչ աղբավայրեր ունեն իրենք, ապա դա մի հատ փոս է եւ այդ փոսի մեջ ուղղակի աղբ է լցած։ Եվ կներեք շատ լավ բան հիշեցիք եւ դա բնության հրաշք մարգարիտ վայրերում, որտեղ լճեր են, մարգագետիններ, ծառեր եւ աղբանոց։ Դա մի քիչ մտածելակերպի մոտեցում է, հա, ամեն դեպքում նշեմ, հա, որ առողջապահության նախարարությունը տարիներ շարունակ, հա, օրինակ, ասում ենք, որ պետք է օրինակ, չգիտեմ, ազդեցություն չափել, չգիտեմ, ինչ որ աղտոտվածության, ինչ որ օբյեկտի, մարդկանց առողջության վրա, ասում են, գիտեք ինչ, կարող է այդ գյուղում շատ են ծխում մարդիկ, դրա համար են մարդիկ հիվանդանում։ Դա պետական մոտեցում է։ Պետական մոտեցումը ինքը դաստիարակությունն է հասարակության, հա, որովհետև ասենք, այն նույն համայնքապետները իրենք մեծացել են մի հասարակության մեջ, որտեղ որ պետական քաղաքականության ինստիտուտները իրենք կանաչ քաղաքականություններ չեն վարել։ Երբ որ ասում են կանաչ քաղաքականություն, ինչպես կասել Էդմոն Մանուկյանը, կլասիկ քաղաքականությունը չպիտի, հա, ասենց ասած աչքի տակ ունենք։ Այդ կանաչ քաղաքականությունները դա կանաչ մոտեցումներ են ամեն ինչին։ Եվ 30 տարի մենք ժամանակ ենք վատնել, կորցրել ենք եւ ես վստահ եմ, ով էլ սկսի Հայաստանում ինչ որ մի բան նախագծել, նոր կառուցելու համար աղբավայր, չգիտեմ, միջազգային, ինքը սկսելու է գրեթե 0-ից։ Այսինքն մեր համակարգը չի սովորացրել, թե մենք օրինակ ունի արդյոք, ես չգիտեմ, միգուցե Երևանի համայնքապետարանը այս աղբավայրի կառավարման, քանի որ հերանեկարում պետք է ունենա աղբավայր, բայց կառավարման միջնաժամկետ, հա, այսպես ասած, ծրագիր, որ ուղղված կլինի այս ռիսկերը կառավարելուն, ոչ թե բարելավելուն այդ աղբավայրը, այլ ռիսկերը կառավարելուն։ Դրա մեջ տարբեր, ասենք, մեխանիզմներ կարող են ներդրվել։ Հաստատ կարծում եմ չունեն առանձին այդպիսի ծրագիր, միջնաժամկետ ծրագիր կառավարման։ Իսկ դա պետք է ունենան բոլոր աղբավայրերը։ Տիկին Վարդանյանը նշեց, ես փաստեմ, ես գնացել եմ Արջուտի աղբավայրում, տեսել եմ այն պլաստիկը, որը արդեն հավաքված է եղել եւ կտորմասնիկների բաժանված է եղել, որպեսզի երկրորդ արտադրության գնա, այսինքն նրանից ստանան հումք, աղբավայրում լցված է։ Այսինքն ինչ որ միտեղ վերցրել են այդ մարդկանցից, միգուցե կամավորներ հավաքել են, կտրտել են եւ այլն, դա հետո վերցրել են, տարել են լցրել աղբավայր։ Այսինքն այստեղ մենք մոտեցում ունենք պետական քաղաքացիական, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, հավանաբար ինքը հաստատ եկած կլինի այդտեղ։ Բայց ինքը որևէ մեխանիզմ արձանագրում եւ գնում։ Ինչ է պետք անել։ Դե պետք է ինքը ինչ, պետք է ինքը, ասենք, խնդիրը հետազոտել, բացահայտել, կազմել խնդիրների վերացման ծրագիր, տար ժամկետներ պատասխանատուներին։ Ու ասել այս ժամկետում պետք է այս խնդիրը վերացրած լինի եւ պետք է այդպիսի միջոցառումներ ձեռնարկել, որ այլևս հետագայում նման բան չկրկնվի, էլի։ Եվ ավարտեմ խոսքս, որ այստեղ սենց ասած, հա, մեղադրել Հայաստանում կոնկրետ, հա, որևէ մի նույն տեղական իշխանություններին, հա, մարզերի, ինչ որ հեռավոր մարզ, երբ գնում ես Եղեգնաձորի աղբավայրը ինքը այրվում է, ես եմ ահազանգում, ասենք, Եղեգնաձորի նորից գնում եք Եղեգնաձոր ահազանգում։ Գնում եմ, ասենք, տեսնում եմ ծխում է, հա, ինչա, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը կգա, կարձանագրի, կգնա եւ այլն, միգուցե ընկերություն փոխել։ Այսինքն կրեք, համակարգեն մոտեցում կա բոլոր համակարգերի։ Այստեղ մենք ունենք, որովհետեւ նայեք, որպեսզի լավ աղբավայր կառուցվի, այսպես ասած, պիտի լինի կամ պետական ինստիտուտների, այսպես ասած, հա, լավ աշխատանք, պահանջատիրություն մեկը մյուսի նկատմամբ։ Հիմա առողջապահության նախարարությունը պիտի աչք հանի, այսինքն այդ պատասխանատուների աչքը պետք է հանի։ Բնապահպանության ընդերքի տեսչական մարմինը իր հերթին։ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը որ կասի, որ գիտեք, ես այս խնդիրների հետ գործ չունեմ, ամեն դեպքում ինքը պետք է իր լիազորությունների շրջանակներում այնտեղ ասելիքն է։ Այսինքն, եթե ինստիտուտները մեկը մյուսին չեն աշխատեցնում, ապա միակ մեխանիզմը մնում է քաղաքացիական պահանջատիրությունը, այսինքն որ sense ուժեղ քաղաքացիական պահանջը լինի, որ ստիպված, բայց դա կլինի շատ արհեստականորեն։ Հենց պահանջը վերջացավ, խնդիրները դստում է եւ բոլորը մոռանում է, երևի բոլորը մոռանան այս դեպքի մասին, մինչեւ հաջորդ այրումը իրական մարզի մեր բնակիչները, մեր հայրենակիցները հանկարծ չնեղանան, ասելով, բա գիտեք, մեր աղբավայրերը, որ այրվում են, ինչու մի հաղորդում չեք պատրաստում, մեկ ուղակի, այսպես սրա մասշտաբը ուրիշ էր եւ բողոքը շատ մեծ էր, այդ ձեր ասած բողոքը շատ մեծ էր, որովհետեւ բոլոր երևանցիները շնչեցին այս հոտը, բայց իրապես շատ լավ տեղ տարավ պարոն Դոլգարյանը մեր հարցը, ամբողջ Հայաստանում Տիկին Վարդանյան կան
աղբավայրեր եւ ամեն գյուղացի չի կարող, հա, ահազանգել, որ գիտեք, մեր աղբավայրը այրվում է եւ մենք խեղդվում ենք։ Այդ դեպքերը մենք չենք նկատում մասշտաբի փոքրության պատճառով, բայց կա համակարգային խնդիր աղբավայրերի, այսպես ասենք, ճակերտավոր ինստիտուտի նկատմամբ, ինչպես վարվել։ Կա մի համակարգային մոտեցում, որ կարելի է ներդնել ամբողջ Հայաստանով մեկ, այսպես թեկուզ փոքրիկ գյուղակներում, քաղաքներում, չէ՞ որ Հայաստանը մեկ միասնական երկիր է եւ եթե նույնիսկ Երևանում մի օր կառուցեն այդ աղբավայրը, Սիսիանում, Եղեգնաձորում, Լոռիում, հազարով մի տեղ այդ խնդիրները պահպանվելու են։ Գիտեք, առաջին հերթին նախ կառավարությունը պետք է ընդունի այն հարցը, որ սա գերարդիական խնդիր է։ Եվ առնվազն այս կառավարման նիստին եւ կառավարության նիստին, երբ որ եղավ հրդեհը, առողջապահության նախարարը պետք է այդ հարցը բարձրաձայներ, որ մենք ունենք այսպիսի խնդրեմ։ Ես շատ լավ հիշում եմ, երբ որ սեղանին ուրեմն կերակրի աղի հետ կապված ինչ մեծ արշավ էր, տուգանում էին եւ այլն, ես չեմ ասում, որ դա ռիսկի գործոն չէ, բայց չի կարելի համեմատել այն ռիսկի գործոնը եւ այս ռիսկի գործոնը, որ ամբողջ բնակչությունը սրա ուրեմն առողջական կորուստները կրողն են։ Եվ պետք է լինի, այո, պետք է լինի ոչ գերատեսչական գործունեություն պետք է լինի եւ նաեւ բնապահպանության նախարարը պետք է արձագանքի, չէ՞ որ սա ամբողջ կենսաբազմազանության խնդիրն է, սա միայն բնակչության խնդիրը չի, այստեղ գլոբալ միաձուլված խնդիր կա, որը որ պետք է լուծել եւ քանի որ նաեւ Երևանի աղբավայրը ինքը ամենամեծն է եւ այստեղ պետք է այդ մոդելը կիրառվի եւ առողջապահության նախարարությունը առնվազն պետք է փոքր SMS հաղորդագրությունների մշակույթը ունենա, որ արագորեն, երբ որ լինում են նման բաներ, մարդիկ ստանան հեռախոսներին ինչ գործողություններ իրանք պետք է անեն, որովհետև երբ որ ես գիտեք հակագազի մասով, եթե Երևանի քաղաքապետը եւ ամբողջ կոմունալ վարչությունը եւ հրշեջ ծառայությունը չգիտեն, որ պետք է իրենց պաշտպանեն եւ գալիս են այդտեղ բժշկական դիմակներով կամ հաջորդ օրը առհասարակ առանց դիմակի կանգնում են, այսինքն նույնիսկ իրանք չեն պատկերացնում մասշտաբը այդ վտանգի, այսինքն քաղաքապետարանի նաեւ առողջապահության վարչությունը չի անում adekvat գործողությունների քայլերը, որոնք որ պետք է անի։ Իսկ այդ ալգորիթմները վաղուց կան աշխարհում եւ եթե կա աղտոտում տարբեր պատճառներով պայմանավորված, դա ընդունված բան է, մարդիկ պետք է ստանան, որ հասկանան, ինձ բազմիցս գրել են, երբ որ ես իմեջին հաղորդագրությունը տարածեցի եւ հարյուրավոր կիսումներ եղավ, այսինքն պահանջարկը սրական, մարդիկ չգիտեն իրանք ինչ պետք է անեն, առնվազն ինչ գոնե այդ փոքրիկ քայլերը կարելի է որ առողջապահության նախարարությունը մշակի եւ ունենա, մարդիկ չունեն այդ Facebook-յան էջը, այսինքն իրանք ինչ պետք է անեն, եթե չեն մտնում էջ։ Առողջապահության կանխարգելման, հա, քայլերը, գիտեք, չէ, բանում փոխակում կենտրոնում, այսինքն բանը, հիվանդությունների կանխարգելման, իր կանոնադրությունում այդ ամենը գրեթե գրած է։ Դե աղբավայրի մասին չի գրված։ Այո։ Բայց գրված է, որ ինչ դեպքերում ինչ պետք է անի կամ ինչպես պետք է կանխարգելել կամ հետազոտություններ պետք է անի, այսինքն եւ այդպես բոլոր գերատեսչություններում։ Օրինակ շատ պարզ այսա պետք էր անել տարիների ընթացքում, գոնե վերցնել համեմատել աղբավայրի մոտակայքում մանկական ազգաբնակության առողջական վիճակը եւ մնացած ուրեմն Երևանի համենք բաների հետ, վարչական շրջանների հետ համեմատականներ տանել, տեսնել ինչ փոփոխություններ մենք ունենք տարբերություններ թե չունենք, այդ հարցերը բարձրաձայնենք, դրա մասին խոսենք։ Այո, իհարկե, թունավոր է եւ այնպես է, որ երբ որ մարեցին հրդեհը, այդ նյութերը, որոնք որ կան, իրանք չանհետացան, իրանք մնացին մակերեսներին դեռ շատ երկար ժամանակ եւ հողում են մնալու եւ շրջակայքում մնալու են, ծառերի տերևների վրա եւ այլն եւ այլն։ Այսինքն սա գլոբալ շատ մեծ խնդիր է եւ այս Սուզանավում բոլորս միասին ենք։ Այստեղ հնարավոր չի ասել, որ ինչ որ մեկի վրա սա ազդում է, մյուսի վրա չի ազդում։ Ավելի տարբեր աստիճանի ազդեցությունը լինելու պայմանավորված քամով, թե ուր տարավեց ծուխը եւ այլն եւ այլն։ Բայց խնդիրը ընդհանուր է եւ սա պետական ուրեմն մասշտաբի լուծելու հարց է։ Սա այնպես չի, որ գյուղացին ահազանգի կամ Երևանի բնակիչը ահազանգի, սրա համար պետք է լինեն շատ ավելի լուրջ գործողություններ, որոնք բացարձակապես չեն արվում։ Եվ գիտեք ինչ, երբ որ մենք ասում ենք բալետ լինի, նոր տարի լինի մեր երեխաների համար $1 միլիոն ծախսենք, մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաները առնվազն պետք է մաքուր օդով ապահովված լինեն, իսկ սա մշտական վտանգ է։ Տիկին Վարդանյանին մի հարց բանջուր գրել, համակարգային մոտեցումը, որը կարող է լինել Տիկին Վարդանյան այս էկոլոգիական աղետները կանխարգելելու եւ այդ մոդելը, որ կիրառվի ենթադրենք մայրաքաղաքում, աղբավերամշակման գործանը, թե չգիտեմ, նոր աղբավայր է, որը ավելի անվտանգ կլինի, նման դեպքերը բացառող համակարգեր կլինեն, դրանք ներդրվեն ամբողջ Հայաստանում, այսպես չստացվի, որ միայն Երևանին է հատուկ այս խնդիրը, կա
Միգուցե իշխանությունը ասի, գիտեք, 5 միլիարդ դոլար է անհրաժեշտ, մենք որտեղից ճարենք այդ գումարը, ինչ կարելի է անել այսպես։ Ուրեմն կառավարման մեջ համակարգային մոտեցումը դա շատ կարևոր է բոլոր ուղղություններում, ոչ միայն աղբավայրի վերաբերյալ։ Մենք մեր երկրում կառավարման համակարգ չունենք։ Իսկ համակարգ երբ որ ստեղծում են, անկախ նրանից թե իշխանության որ կուսակցություն է գալի, ով է գալիս, այդ համակարգը աշխատում է։ Ամերիկայում ոնց է տեսնում ենք ինչ նախագահներ ունեն, բայց համակարգն է աշխատում, ինքը չի թողնում, որ դատարանն է իր տեղում, չգիտեմ, կառավարման մարմիններն են իրենց տեղում ու չի թողնում, որ ինչ որ մի անձ կամ ինչ որ կուսակցություն կարողանա փոխի։ Այսինքն սա ընդհանուր գլոբալ մեր երկրի կառավարմանն է վերաբերում, որ մենք համակարգային համակարգեր ստեղծենք, որով անկախ թե ինչ կլինի մեր երկրում, ով կգա իշխանության, այդ համակարգը ինքը պետքա գործի, ինքը ավտոնոմ գործող, մշտական սկզբունքներով գործող համակարգ պետք է։ Հիմա ինչ վերաբերում է աղբավայրերին, այստեղ էլ այդ որ ասում եք գումարներ, հսկայական գումարներ են դրել։ Մենք իբիարդից, վզեբից մեծ վարկ ենք վերցել, կարծեմ 18 միլիոն, եթե չեմ սխալվում, դոլար վարկ։ Այդ վարկը յուրաքանչյուրից գրպանի փողն է, այսինքն վերցրել են, չգիտեմ ուր է ծախսվել, եթե այս վիճակն է, նա տեսեք ինչ վիճակ է։ Եթե այս վիճակն է հայտնի չի ուր է ծախսվել, ու մենք ունենք այս պատկերը, այսինքն վարկը աղբավարի վերաբերյալ էր։ Հիմա ասում են նոր աղբավար, ես կտրականապես դեմ եմ նոր աղբավարի, որովհետև այս աղբավարը ստեղծել են, այսքան տարածք 56 հեկտար տարածք աղտոտել են, ու սա չէր վերականգնվելու, հիմա մի հատ գնան, մի հատ ուրիշ տեղ անեն, ու դա նախատեսվել էր Գաջի գործարանի տարածքում, ժամանակին հիմա չգիտեմ ուր են տանում, որտեղ Հայանտառի տարածք էր եւ Հայանտառը միլիոններ էր ծախսել ծառեր տնկել, որտեղ այդտեղ անտառապատում պետք է անել։ Հետո այնքան չէին ջրը չորացել էր, հետո որոշվեց, որ դա աղբավայր պետք է։ Դուք պատկերացրեք, մի տեղից վարկ են վերցնում, ծառ են տնկում, հետո չորանում է, հետո մյուս տեղից վարկ են վերցնում, ասում են աղբավայր պետք է լինի։ Սա աբսուրդների աբսուրդ է, սա այս ձևի մոտեցումով մենք չենք կարող առաջ գնանք, մենք չենք կարող գոյատևենք, ու սա շատ կարևոր խնդիր է։ Հիմա մենք գումարել ունենք, ամեն ինչ էլ ունենք, բայց մենք կառավարման համակարգ չունենք, մենք պատասխանատու անձ, պատասխանատու վերաբերմունք չունենք այս ամեն ինչի ցանկացած process-ի վրա, որտեղ ոտը դնում ես, այդտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, թե հանքերից ենք խոսում, թե օդի աղտոտվածություն, Տիկին Վարդան շատ ճիշտ ասեց, այս այն բնության օբյեկտն է, մթնոլորտային օդը, որ ալընտրանք չունի, եթե մենք ասում ենք սնունդն աղտոտված կարող է գնաս շատ փող ունենաս, մի հատ ինչ որ ֆերմա առնես, ինքը տաճացնես, մարդու վարձես, ջուրը կարելի է ապակու շշերով առնել, օդը չես կարող, ու կապ չունի դու ամենաբարձր պաշտոնն ես զբաղացնում, դու մուլտիմիլիարդեր ես, թե ինչ ես, դու մեկ այս օդն ես շնչելու, դու դրա այլ ընտրանքը չունես, դրա համար ես զարմանում եմ, որ որոշում կայացնողները չեն մտածում, որ այս օդը իրանք են շնչում, իրանք երեխաներն էլ, իրանք ընտանիքի անդամները շնչում են, ու ոչ ոք երաշխավորված չի, որ սա չի ազդելու իրանք առողջության վրա։ Առանց այդ էլ Երևանում օդը բավական աղտոտված է, ես իմ շրջապատից շատ տասնյակ մարդիկ, որ եկել են ծրագիր են շահել, որ 3 ամսով ստեղ պետք է անցկացնեն, ծրագիր իրականացնեն, եկել են մի շաբաթ հետո, 10 օր հետո վերադարձել են, գումարնել են կորցրել, իրանց scholarship-ներն են կորցրել, ասել են մենք այս օդին չենք կապ, մենք երևի սովորել ենք, բայց այդ սովորելու բան չի, մեր օրգանիզմը չի կարող սովորի։ Հա, դե մարդը, որ անդադ գարշահոտի մեջ ապրում է, երևի քիթը սովորում է դրան, էլի, բայց դրսի եկածը Լոնդոնից էին եկես վերջերս, մի ամսվա փոխարեն մի շաբաթից գնացին, սա մեր եւ տնտեսությանն է ազդում, եւ մեր իմիջին է ազդում, ամոթ չէր, որ ռուսները եկան մեր աղբը հավաքեցին, ու մենք ասում ենք հազարամյա պատմություն ունենք, ես ամեն անգամ այն պաստառների մոտը, որ անցնում ենք, որ գրած է, որ աղբի տեղը աղբամանն է, ասում եմ հիմա դրսից մարդ գա ու ասենք, որ 5-6 հազար տարվա պատմություն ունենք, ու միջև հիմա մենք չգիտենք, որ աղբի տեղը աղբամանն է ու պաստառների վրա են գրում, դա ամոթ է, իրոք ամոթ է։ Էդուարդ, իսկ ծառատունկերը ինչպես են փոխում այրաքաղաքի օդը, մենք տարբեր սեզոններին կարող ենք տեսնել պաշտոնյաների բահերը ձեռքներին, ջրում են, լավ կենացներ եք լսում, որ այս հարցը նկատի ունենք ընդհանուր ծառատունկերը ինչպես են փոխում, թե արդյոք ճիշտ արվում է այսօրվա ծառատունկը Երևան քաղաքում, արդյոք դա խնդրի լուծում է, այսպես ասենք։ Ճիշտ ծառատունկը իհարկե
Խնդրի լուծումը մենակ ծառատունկով կամ մենակ աղբավայրով կամ մենակ փողոցները ավելելով չի կարող Եվ լինել։ Այդ ամբողջը միասին պետք է լինի։ Այո, այդ բաղադրիչ մասերից ամենակարևոր մասերից մեկը դա կանաչ քաղաք ունենալն է, շատ ծառերով, շատ կանաչ տարածքներով քաղաք ունենալն է։ Այո, այդ ծառատունկը բնականաբար շատ մեծ ազդեցություն ունի քաղաքը կանաչ դարձնել է, էլի, որովհետև ծառատունկը կարելի է շատ սխալ ծառատունկ անել, հաջորդ տարին սաղ չորացնել, էլի, բայց քաղաքը կանաչ դարձնելը, ճիշտ ձևով քաղաքը կանաչ քաղաք դարձնելը ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է մաքուր օդ ունենալու։ Ոչ միայն քաղաքը, եթե խոսենք Երևանից, այլ նաև իր շուրջը, այսինքն այն ժամանակ ՀԽՍՀ ժամանակ կար Ջրվեժը, կար ամբողջ Երևանի 4 կողմը անտառով էին պատում, դա իզուր չէր արված, էլի, ու նույնը հիմա պետք է արվի, բացի քաղաքի ներսի կանաչապատումից 4 կողքը քաղաքի պետք է երբ որ 18-19 թվականին ես հիշում եմ, որ Նորքի թոքերը պետք է վերականգնվեին։ Ինչ փուլում է թոքերի վերականգնումը։ Չեք տեսել այդ անտառները։ Չէ։ Դե սաղ գիտենք ինչ փուլում է, էլի ոչ մի բան։ Այնտեղ ինչ որ այս տարի մի ժայռ, մի լանջի վրա մի քիչ տունկ են արել, ճիշտ ասած այդ միակ դեպքն է, որ չեմ գնացել ստուգեմ ինչ վիճակում է, չգիտեմ ինչ վիճակում է, բայց շատ հրաշալի առիթ է սա հասկանալու։ Հա, հաստատ ես 2 օրվա մեջ ես կգնամ, բայց խոսքը մի այդ ամբողջի մի 3%-ի մասին է, էլի 3% տարածքի Նորքի թոքերի, որտեղ արվել է ծառատունկ, բայց պետքա ստուգել ինչ վիճակում է։ Բայց հիմա խոսենք բուն Երևանում արվող կանաչապատումից, էլի։ Ամենավերջին դեպքը, որտեղ կանաչապատվել է բանի 5-րդ մասիվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այնտեղ էլ է եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լանջը, որտեղ ունենք, ասում են, բանը նոր կասկադ ենք ստեղծել, աշճաններ են ստեղծել իրականում, շատ անհարմար ու կոչվում է նոր կասկադ։ Երկու կողքը տարբեր ժամանակներում այնտեղ ծառատունկ արվել ու անտառ էին ստեղծել իբրև, բայց կային մի 200-ին մոտ ծառեր, որոնք իրենց նորմալ էին զգում, մի մասը չորացած, մի մասը խնամքի կարիք ունեցող կամ բան, երևի մի 10%-ն էլ ամբողջությամբ չորացած, որ կարելի էր հատել։ Ու քաղաքապետարան որոշեց, որ այդտեղ պիտի 2000 հատ ծառ, բույս ու թուփ տնկի, ամբողջ այդտեղ 200-ից ավել ծառ ինչ եղել է, մի քանի հատ է, որ լրիվ երիտասարդ հացենի են թողել են, մնացածը ակացիա, թթենի, թեղի, բոլորը քոքից կտրել են, ես այդտեղ եւ այդ կտրելուց համով եթեր արել պայքարել sense ասած եւ դրանից հետո եւ ռեպորտաժ եմ արել տարբեր լրատվականների եմ խնդրել եկել նկարել են եւ դիմել եմ տեսչական մարմին եկել արձանագրել են բաները սաղ հատած ծառերը վերջում ինձ պատասխան է գալիս մի հատ ուչասկովի մակարդակով պատասխան է գալիս որ այդտեղ բանը Երևանի քաղաքապետարանը կանաչապատում հիմնարկը իրականացնում է շատ խոշոր ծրագիր ոստիկանից եկած պատասխանն է ծառատունկի այդ կապակցությամբ տարածքը նախապատրաստվել է ծառատունկի տարածքի սաղ ծառերը կտրել են ասում են նախապատրաստում ենք տարածքը ծառատունկի էլի ոնց որ մարդուն ուզենաս վիրահատես ոտեր ձեռքեր բան գլուխ կտրես որ սիրտը պիտի վիրահատես ասես որ ոչ մի ձև չխանգարի էլի հանգիստ կարենանք սիրտը վիրահատենք այդ մակարդակով երբեք քաղաքը կանաչ քաղաք չի դառնալու այդ մակարդակի ծառատունկերով էլի շատ լավ ես կարծում եմ որ Հայաստանի բոլոր համայնքները պետք է հա իրենց ռազմավարական հա ուղղություն ամենակարևոր հայտարարել ընդհանրապես աղբավայրերի հարցը, այսինքն ու դա չի նշանակում որ ամեն համայնքում մի հատ աղբավայր պետք է լինի, էլի, այսինքն դա նշանակում է որ Հայաստանում մեկ կամ մի քանի հատ միջազգային այսպես ստանդարտներին համապատասխանող աղբավայրեր պետք է լինեն եւ պետք է այդ ուղղությամբ աշխատեն, պետք է աշխատեն եւ պետք է ցավոք սրտի մեր տեղական ինքնակառավարման մարմինները իրենք կայացած չեն, այսինքն հատկապես եթե մենք օրինակ Երևանից էլ դուրս գանք, վիճակը էլ ավելի վատ է, այսինքն ինքնուրույնության առումով, հա, որ իրենք նստեն, մտածեն ինչա պետք, իրենք գնան ֆոնդահայթայթում անեն, ինչ որ տեղեր բերեն մեծ ծրագրեր, մենք այդ խնդիրը ունենք համայնքներում
Եվ այստեղ է հենց առաջինը պետք է այդ պետական քաղաքականությունը։ Գնեք, այսինքն աղբահանություն կոչվածը հատկապես մարզերում, դա այն է, որ ինչ որ մի մեքենա գա հավաքի տոպրակներ, տանեն լցնեն, ավարտեն։ Այսինքն իր բոլոր բաղադրիչներով եւ առաջ երթին աղբի, հա, տեսակավորման, կուտակման, մշակման ու ստանդարտին համապատասխանող շրջակա միջավայրի համար ինչքան է վտանգավոր լցված։ Դա պետք է կառավարություն, տեղական իշխանություն, հա, այսպես աշխատանքի արդյունքում բոլոր տեղերի համար, այսինքն Հայաստանում մի քանի կետը դրանք ստեղծվեն, բայց դա շատ հեռանկարային է, ինչ պետք է հիմա արվի։ Հիմա շատ պարզ վիճակ կա, այսինքն պետք է կոնկրետ որոշում կայացվի, չգիտեմ, խորհուրդ տվի կամ հանձնարարական իջնի, որ բոլոր համայնքները, որտեղ կան աղբավայրեր, մշակեն աղբավայրի կառավարման միջնաժամկետ ծրագիր։ Այդ բոլոր բաղադրիչները նրանց մեջ պետք է մտնեն եւ ծառի տնկելը եւ օդի, ասենք օրինակ, դատչիկներ տեղադրելը աղբավայրի շուրջ, որպեսզի ասենք այդ նույն առողջապահության նախարարությունը ինչ որ տվյալներ ունենա, այսինքն ինչպես ես ուզում եմ անդրադառնամ, որ այս, հա, մենք խոսում ենք, որ վնաս է, բայց պետք է այստեղ, հա, ասել թե ինչ քիմիական տարբեր միացություններ են, հա, այսինքն օրինակ, չգիտեմ, դիոքսիններ կարան լինեն, ֆուրաններ, մետան կարա այնտեղ ինչ որ, այնտեղ կարան նույնիսկ պայթյուններ տեղի ունենան, ոչ միայն, այսինքն բան էլի, հրդե։ Այսինքն դա շատ լուրջ խնդիր է։ Եվ դրա կառավարման համար պետք է պետական քաղաքականություն իջնի, որպեսզի այդ աղբավայրի տեր համայնքները իրենք կառավարման միջնաժամկետ ծրագիր մշակեն։ Ես շատ պարզ օրինակ բերեմ, ես չեմ տեսել վերջի 2 տարում համարյա, որ Ալավերդու աղբավայրը ծխա։ Սրանից մի 3 տարի առաջ ինքը վարվում էր անընդհատ եւ ահա զանգեցինք, բարձրացրեցինք լրատվամիջոցները անդրադարձան այդ խնդրին եւ ել ծուղ չկա։ Կարծես թե շատ բան չի արվել, ուղղակի այնտեղ ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ ա գնում, այսինքն մի տեխնիկա գրեթե ամեն օր կա հրդե, չկա հրդե, ինքը այնտեղ ա գնում, փոքր աղբավայր է իհարկե, Երևանի նման չի, բայց ինքը մոնիտորինգային աշխատանք ա տանում, այսինքն մի հատ նայում ա վտանգները իր, չգիտեմ, ոչ մասնագիտական կամ մասնագիտական ձեւ հասկանում ա որտեղից կարող են լինել, այնտեղ հողաշեր, այսինքն չի սպասում, որպեսզի հրդեհը առաջանա, այսինքն գնացել ենք նայել ենք եւ գովել էր, բայց շատ սովորական քիչ ներուժ ա ծախսվել էլի այնտեղ, այսինքն, բայց ինչ որ ձեր ինստիտուցիոնալ լուծում չի, բայց այսինքն պետքա այսենց կառավարման այդ պլանները ստեղծվեն, որպեսզի յուրաքանչյուր աղբար, այդ թվում Երևանի համար Տիկին Նազարին նշեց, որ ասեց օրինակ ինքը դեմ է, որպեսզի նորից տարածք աղտոտվի, օրինակ ես էլ կլինեմ դեմ, եթե մենք չենք կարողանում, այսինքն այդ մեխանիզմը չունենք աղբավայրի կառավարման, այսինքն չենք կարողանում պատկերը պետք է չգիտենք այն ինչ է լինելու, ոնց վստահ, այսինքն փորձաշրջան չի, այստեղից պետք է սկսվի եւ բոլոր աղբավայրերից։ Իհարկե հնարավորություն կա գոնե լավ սենս ասեմ, գոնե հնարավորություն կա այդ նույն աղբավայրում, այսինքն ներդնել լավ որոշակի տեսակավորման մեխանիզմ, այսինքն այդ նշանակում այն, որ աղբը երբ որ բերում են, այդ չգիտեմ գողոնը գողանալու փոխարեն, ինչ որ այնտեղում սենց թեթև տեսակ, որպեսզի ասենք տարբեր նյութեր չխառնվեն իրար եւ հրդեհի պատճառ չհանդիսան, գոնե տարբեր տեղեր իրենց տանեն ու ասենք տարբեր տեղեր հողով ծածկվեն, այդ ժամանակ մինչև 70-80% իջնելու է, այսինքն այդ տարածքում, այսինքն հրդեհա վտանգ իրավիճակը։ Այդ ամեն ինչ ուղղակի պետք է անել։ Միանշանակ պետք է այդ քաղաքականությունը իջնի, համայնքները կամ թիմերը մշակեն, բայց մշակեն ոչ միայն ուղղակի իրենք նստեն մշակեն, պիտի միջգերատեսչական աշխատանք ընթանա։ Շրջակա միջավայրի, չգիտեմ, նախարարություն, առողջապահության նախարարություն, չգիտեմ, միգուցե ԱԻ-ն, տեղական իշխանություններ եւ ամենակարևորը, ինչ որ միշտ վատ է լինում, որ պիտի լինեն փորձագետներ։ Երբեմն ասում են, որ, չգիտեմ, չկա փորձագետ կամ լավը չէ փորձագետը, ես կարծում եմ փորձագետները երևի թե կան, բայց ամեն դեպքում դա այնպիսի խնդիր է, մեծ գլոբալ, հա, առողջական, որ նույնիսկ միջազգային փորձագետներ է պետք ներել։ Դիմել կներեք, դիմել համաշխարհային առողջապահական կազմակերպության ասենք չունեք, փորձագետ տվեք, տեսնենք ինչ ենք անում։
Շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, ինչ կարող եք ասել այս մասով։ Ալավերդեի մոդելը ամեն դեպքում հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որի պարագայում այո, եւ միջազգային փորձագիտական դաշտին պետք է դիմել, որովհետեւ կան երկրներ, որոնք իդեալականորեն հաղթահարել են ընթացքը եւ զրո թափոն ունեն։ Այսինքն մենք միջև հասնենք այդ մակարդակին, արդեն կա պատրաստին, մենք կարող ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններ, եթե դուք նշեցիք, որ գումար չունեն, թեպետ ասում են նախագահի մակարդակով հանրապետության, որը Հայաստանը գումարի խնդիր չունի։ Եթե գումարի խնդիր չունենք, ինչ ենք այսպեսի աղետալի վիճակում ինքներս։ Եվ կարծում եմ, որ ոչ թե առանցին ամեն համայնքի համար դա պետք է արվի։ Դա պետք է արվի տարածքային կառավարման ուրեմն նախարարության կողմից եւ ուղղակի իջեցվի մնացած համայնքներին ինչա պետք անել եւ առաջին հերթին զբաղվել այս հարցով, որովհետեւ նույն Չինաստանը իրանք աղբավայրերը վերածում են հանգստի գոտիների, այսինքն այդ աստիճանի իրանք արդեն կարողանում են ռեկուլտիվացիայի հարցերը լուծել եւ նորից տարածքը սարքել այնպեսին, որ բնակչությունը կարողանա այս տարածքը լրիվ ուրիշ նպատակով արդեն օգտագործել։ Եվ դրա համար նաեւ չինացիները, ես գիտեմ, ինձ նաեւ դիմել են, որ չինացիները պատրաստ են մեզ աջակցել եւ այս խնդրով զբաղվել եւ օգնել Հայաստանին։ Մենք նստել ենք, ինչպես ասել շատ ճիշտ Տիկին Վարդանյանը, ոչ ինքներս ենք անում, ոչ էլ դիմում ենք եւ ընդունում ենք այն օգնությունը, չէ՞ որ ճապոնացիները եկան, դիմեցին, շվեդերն են դիմել, չինացիներն են դիմել, մենք ոչ ինքներս ենք այդ հարցը լուծում եւ ուղղակի պատանդ ենք պահում մեր բնակչությունը այս ուրեմն հրդեհների թույներից, որոնք որ անխուսափելի են աղբավայրի հենց բնույթով պայմանավորված։ Աղբավայրը այնպեսինն է, որ ներքևի շերտերը ոնց որ Ռուսաստանում այդ տարֆյանիկները այրվում են, դուք վերևից տեսնում եք միայն ծուխը, որտեղ է տեղակայումը դուք չեք տեսնում, ինքը դրանով էլ է շատ վտանգավոր, որտեղ տակից է ընթանում այդ սա գործընթացը։ Ջրով երբ որ սկսում են մարել, այդ ջուրը թույներով իջնում է, չպետք է ջրով անեն, դա փրփուրով են անում եւ այլն, հազար ու մի տարբեր բաներ կա։ Եվ այդ ջուրը իջնում է հետո խորանից շերտել, հետո նորից վերադառնում է մեզ։ Ես երեք նայում եմ ուղիղ աղբավայրի դիմացը մեծ շերտով ուրեմն մրգատու այգիներ են, այսինքն այս ամենը գալիս է դեպի այդ այգիներ եւ հետո այդ ամենը հայտնվում է Երևանցու սեղանին։ Այսինքն սա այն խնդիրն է, որ օր առաջ պետք է այս խնդրով զբաղվեն եւ չպետք է լինի որևիցե արդարացում այս հարցին լուծում չտալու համար։ Շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, դուք ինչ լուծում եք տեսնում։ Լուծումները կան, պետք է զբաղվող լինի, պատասխանատու անձ լինի, գումարն կա, վարկերներ վերցրել կերել են, միջազգային մոդելներն էլ կա, նոր հեծանիվ պետք չի հորինել, դրա համար հիմա նոր մոդելների մասին չեմ ուզում խոսեմ, եթե պատասխանատու մարդ լինի ու նախաձեռնող լինի, դա շատ հեշտ լուծվող բան է, հենց մի հատ տենդեր հայտարարեն աշխարհի բոլոր բաները գարդեն, որովհետև սա ամենաեկամտաբեր բիզնեսն է, բայց ոչ մենք ենք անում, ոչ էլ ուրիշին ենք տալի։ Հիմա ինչ վերաբերում է Երևանի մթնոլորտ այնօթին, սա ահավոր վիճակում է, Երևանը առաջինը, որ կիսանապատային գոտում է գտնվում եւ մենք ունենք իրոք կանաչ տարածքների խնդիր եւ այդ կանաչ տարածքները ստեղծվել են նրա համար, որպեսզի Երևանի կենտրոնի վրա այդ ծուխը չնստի եւ Երևանի կենտրոնը մարդկանց բնակության համար պիտանի լինի, հիմա մենք այդ ամեն ինչը կտրել ենք, նորքում երբեք հնարավոր չի անտարբերականգնել, կոնկրետ մեր կազմակերպության բազմիցս առաջարկում են, ես հրաժարվում եմ, որովհետև այդ ամբողջ հողերը սեփականաշնորհված են, որտեղ տնկելու ես, այնտեղ արվելու է, դա չի լինելու, գալու է։ Նորքի թոքերը վաղուց սեփականաշնորհվել են, ու այդտեղ ընդհանրապես ծարտանգել, չգիտեմ։ Եվ դրա համար մենք հրաժարվում ենք դա անել, այն ինչ որ կանանչապատմանը վերաբերվում, Տիկին Վարդանը այնքան է խոսացել, թե ոնց են կտրում, թե ինչ են առողջ ծառերը կամ թեկուզ հիվանդ ծառերը հատում, թեղիներն ու սոսիները հատում տեղը ոչ էնդեմիկ սակուրաներ կամ չգիտեմ բաներ բերում տույաներ օրինակ հրապարակում եղավ քաղաքապետարանը 214,000 դրամով մեկ տույայի գումար է տվել, որ Ռուսիայի դիմացի պուրակում տնկեն $900, այդ իրենց հրապարակումից է, ես դրա պատասխանատուն չեմ տվերի, որ այդ գումարները ծախսվել են ու այդ բոլոր ծառերը 80 տույա չորացել է, բազմիցս ասել են
Երևանում տույաներ չեն աճում, մի արեք, նույնը Կոմիտասի արձանի մոտ է եւ այլն։ Այսինքն ոչ մի գրագետ մոտեցում չկա, ոչ կանաչապատման, ոչ աղբի կառավարման, իսկ Երևանը ունի բազմաթիվ խնդիրներ։ Երևանի տարածքում 40-ից ավել հանքեր կան, դա ավազի հանքա, քարի հանքա, տարբեր ոչ մետաղական հանքեր են, որի փոշին նույնպես գալիս նստում են։ Նույնը Սևանի ճանապարհին, որ քամիները ընդեղից էլ ենք քշում, մենք որ գնում ենք Սևան, տեսնում ենք թե ինչ մուր է նստում մեքենաների վրա, ու այդ մենք մեր լեռները, դա մենք արդեն շուտով հարթավայրային երկիր ենք լինելու, որտեղ տենց լեռները տաշելով, բաց հանքերով մենք վերացնում ենք մեր լանդշաֆտը։ Բացի դրանից մի շատ կարևոր խնդիր կա, որի մասին ես ուզում եմ խոսել, այս անկանոն կառուցապատումը, որ Երևանում տիրում է, եւ դրանից էլ մենք փաստորեն եւ տեղաշարժման խնդիր ունենք, եւ օդի աղտոտման խնդիր ունենք, փոշեպատումը եւ այլն, բայց այդտեղ խնդիրը որն է, որ օրինակ օրենսդիրը սահմանել է, որ բետոնի արտադրությունը պետք է լիցենզավորված լինի եւ անցնի շմակ, այսինքն փորձաքննություն անցնի։ Եվ կան կազմակերպություններ, որոնք կանոնավոր գնացել են, ստացել են լիցենզիա, ստացել են փորձաքննություն եւ այլն, եւ այդ բետոնը, որով կառուցապատում են անում, դա վերահսկել է եւ որակը եւ նորմատիվները, որը արվում է։ Եթե չի վերահսկում, ապա պետք է պետական մարմինները գիտեն ում են տվել լիցենզիա, գնան անեն։ Հիմա այս նոր կառուցապատողները, որպեսզի ավելի էժան բետոն ունենան, չեն գնում այդ բետոն լիցենզավորված բետոն արտադրող կազմակերպություններից բետոն առնելու, այլ բերում են ցեմենտ ու ավազը լցնում են իրենց շին հրապարակում, որը ոչ մի պահպանման նորմեր չկան, ոչ մի տեխնոլոգիա չկա, նույնիսկ որակը ստուգող չկա, մենք չգիտենք ինչ նյութերով են այս շինարարությունը անում, ու վաղը երկրաշարժ չլինի, ինչ կարող է տեղի ունենալ, եւ իրանք այդ բաց տարածքում լցնում են ավազ, ցեմենտ, այդ ամեն ինչը այդ շաղ անում են հենց այդտեղ ու քամին բարձրանում է Երևանը գիտեք որ քամոտ տարածք է, ապա ամբողջ այդ մեր տարածքը պատվում է բանով, ցեմենտով, ավազով, որը մեր թոքերի մեջ արդեն ուրիշ ազդեցություն է ունենում ու հիմա այս վերջերս բժիշկներն էի խոսում, ասում են հիմա կտրուկ աճել են թոքերի հիվանդությունները, որը փոշու ազդեցության տակ է առաջանում։ Սա լուրջ խնդիր է։ Հիմա ես կոչ եմ անում, որպեսզի տեսչական մարմինները, որպեսզի քաղաքապետարանը վերահսկում անեն։ Առաջինը, եթե թույլտվություն են տալիս, ուրեմն պետք է հստակ գրեն, որ այդտեղ արգելվում է, ու իրանք է շատ ժամանակ մի հատ ուրիշ ՍՊ են ստեղծում դրա համար, մի հատ բետոնը միշալկա են բերում, այդտեղ դնում, չգիտեմ ինչ են անում, այսինքն ինչ որ էլի զարթուղի ճանապարհներ գտնում են, վերահսկողություն լինի եւ քաղաքապետարանի կողմից, եւ մեր տեսչական մարմինների կողմից, եւ քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից, եւ բնապահպանական տեսչական մարմնի կողմից, որպեսզի կանխենք այս խայտառակությունը եւ օրենսդրական փոփոխություն պետք է լինի, արգելել շին հրապարակներում այդ ցեմենտի, ավազի, շաղաղը անել եւ որպես շինանյութ օգտագործել։ Սա լուրջ խնդիր է։ Ես ուղղակի լրացնեմ, էլի, այսինքն այդ ամեն ինչին ձև կա։ Ասենք ինքը տարածքա հայցում, ինքը պիտի ունենա մի հատ առանձին տեղ շինանյութի պատրաստման ցեմենտի։ Այդ տարածքը ինքը պետք է կոնսերվացնի, այնտեղ այդ պատրաստի եւ բերի նոր մեր իսկ շենքը ամբողջ շինարարությունը այո շմակ պիտի անցնի էլի երբ որ շմակը անցնում ամբողջ շենքն պետք է բանան ցանցապատի ամբողջ շենքը շինարարությունը մենք հաճախ ենք տիկի Վարդենա տեսնում ավականու նիստերի ժամանակ երբ որ քաղաքապետը համապատասխան պաշտոնյաներին հարց է տալիս ցանցապատումների խնդիր կա եւ արդյոք բավարար չափով այդ ապահովում է ես Ճիշտ ասած շատ եմ քայլում մայրաքաղաքում երբ մթնոլորտային օդի մասին կարելի է հաճախ նկատել որ շին հրապարակից մեքենաները դուրս գալուց պետք է լվացվեն ոչ մի բան նման իմ դիմացը ես մոնումենտում սեփական տանն եմ ապրում, ուղիղ 6 շենքա կառուցում, Sunday Times, թե ինչա չգիտեմ, այդտեղ ամբողջ փոշին մեր տանն է, ամբողջ այդ վիբրացիան մեր տանն է, իմ ամբողջ պատերը ճակել են, թե ով է այդ թույլտվությունը տվել, որ նման բան են անում, այսինքն մեկը բիզնես անում, շահութաստանում, իմ հաշվին, իմ տան արժեքը ընկնելու, իմ առողջության, իմ ամբողջ ծառերը արդեն չորանում են, որտեղ այդ ամբողջ փոշին նստած է, մենք էլ այդ ջուրը
չունենք որ դնենք ու լողացնենք այդ ծառերը ու լվանանք։ Դա լուրջ խնդիր է ու փաստորեն պետք է արգելեն ընդհանրապես մասնավոր սեկտորում, որտեղ սեփական տներ են, այդտեղ բարձրահարկ շենքեր կառուցեն, որտեղ սա ուրբանիզմի դեմել է բոլոր այդ կանոնների։ Ամեն սեփականատեր ունի 30-40 ծառ իր տարածքում, էլի ինչ որ ձևի ազդում է այս մեր մթնոլորտի վրա։ Հիմա գալիս են մեկ շենք վերցնում են, միած սեփական տուն, բոլոր այդ ծառերը կտրում են, ուտեղ բարձրակ 10 հարկանի կամ 6 հարկանի միած շենք են կառուցում։ Ու այս ամեն ինչը ազդում է մեր բոլորի վրա։ Ու եթե մենք այսօր դե մեր քաղաքի տեսքը խայտարակ ձևի է, եթե երբ որ ես մոնումենտից իջնում եմ առաջ պարտանում եմ որ մենք sense գեղեցիկ քաղաք ունենք, ես միշտ այդտեղ եմ ապրել ու կար կանոնավոր նախագծում ու մենք հպարտանում ենք որ փողոցները, շինարարությունը, հարկայնությունը ամեն ինչ պահպանված է։ Հիմա ոնց որ կարկտած շոր տեսնես, վերևից նայում ես, ինչ բարձրության, ինչ գույնի, ինչ ձևի, չես հասկանում, սա քաղաք է, մայրաքաղաք է, գյուղ է, ինչ է, չես պատկեր չունի, մենք դեմք ունենք, մենք հիմա դիմանկար չունենք։ Իսկ ծխածածկույթ տեսնում եք փոշում ու Երևանի սմոգը, որ ամբողջ ձմեռ սմոգ է նստում, ու եթե նախկինում գիտական գրականության մեջ օգտագործում էին Լոս Անջելեսյան եւ Լոնդոնյան սմոգ, հիմա եւ Երևանյան սմոգը ցավոք ավելացել։ Էդուարդ, մայրաքաղաքում փողոցներում քայլելիս հաճախ կարելի է նկատել Տիկին Վարդանյանի նկարագրածը, երբ որ շենք է կառուցվում։ Վատ բան չի հաճախ երևի, ասենք դպրոց է վերակառուցվում, հա, լավ բան է, բայց չես կարողանում այդ փողոցով քայլել, ես օրինակ կոնկրետ օրինակներ գիտեմ, Օրբելի փողոցի վրա, եթե որևէ մեկին հետաքրքիր է, ես ցույց կտամ կոնկրետ վայրը, հա, Փոշոտ փողոց։ Երբեմն իհարկե ջրում են, բայց մինչև ջրելու պահը մարդիկ անցնում դառնում են եւ փոշոտվում են։ Այդ Տիկին Վարդանյանի նկարագրած մեքենաները դուրս են գալիս, այսպես փոշով հարուստ ինչ որ մի մեքենա է գալիս եւ դու չկա, ամբողջ փոշին, շինա, գիտեք ինչն է հետաքրքիր է, հաճախ երբ որ սկսում ես ուսումնասիրել խնդիրը, տեսնում ես հիմնականում բոլոր օրենքները ունենք, այդ ամեն վատը ինչ մեզ հանդիպում է, դա կանխարգելող բոլոր օրենքները ասենց սիրուն ձևակերպված է, որ կարդում ես ասում ես միթե ես այս երկրում եմ ապրում, որտեղ սենց լավ օրենքներ կա, բայց փաստացի ոչ մի բան, այդ նույն բանը կատլավանը երբ որ փորում են ցանկացած շինարարության դեպքում 10-ից մի ավտոն կարող է փակած բանով դուրս գա, բայց մեր օրենքը հստակ ասում է, որ պիտի թակած լինի, իրան պետքա տուգանեն հստակ։ Պարտադիր բոլոր շինհրապարակների ամեն այդ դիմացի հատվածում պետքա լինի ասենց արմատուրայով մետաղից սարքած բան, որ մեքենան բարձրանա դրա վրա, պետքա լինի ջրի աղբյուր, պետքա լինի բանը բարձր ճնշումով ջուր, այդ սա օրենքում գրած է, որ այդ մեքենայի անիվները լվանան ու այդ մետաղից նոր իջնի ինքը արդեն ասֆալտ ու մաքուր անիվներով փակված թափքով մեքենան նոր շարունակի իր երթևեկությունը։ Բացի դրանից էլ ինչ վնաս ենք տալիս, այդ արդեն խոսացինք, էլի բաց շինանյութ քամին բան, նաև մի ուրիշ հարց կա, երբ որ շինարարությունն է կատարվում, այդ տարածքում խոսքը դպրոցների, պետական շինարարությունների մասն է, այդ տարածքում մինչև շինարարությունը մենք ունենում ենք հիմնականում շատ լավ բուսածածկույթ, որովհետև հիմնականում սարքած են այդ կառույցները սովետի ժամանակ, ԽՍՀՄ միության ժամանակ, որտեղ եղել է պարտադիր պայման 2/3 տարածքի կանաչապատ լինելու ուսումնական հաստատության։ Լավ, իհարկե մանկական հիմնական քաղաքաշինության բանով։ Որտեղ եք տեսնում, որ նորակառուցի բակում ես սխալ ձևակերպեցի, որտեղ պահպանվել է այդ նորմը, որ լինի 2/3 կանաչապատում կատարված է նորմը, կանաչապատում բանի։ Հիմա տեսնում ենք, ասենք, երկրի առաջին դեմքը գնում է դպրոցի կամ մանկապարտեզի բացում, մի հատ ասֆալտ արած տարածքում մի հատ կազարմա է վարդագույն գույնի ներկած, երկու հատիկ տույա տնկած կողքը սենց բանի։ Այդ սաղ ընթացքում հիմա բանա մանավանդ շատ են դնում նկարներ նախկինում հիմա այդ դպրոցների ու մանկապարտեզների վիճակը։ Այս վերջում մի հատ նկար էին դրել Մեծամորի մանկապարտեզի մի հատ իհարկե շինության վրա կար աշխատանք անելու, ինքը տուֆից շենքեր, սիրուն վիտրաժներով, բայց հնացած, կռիշվատ դա ուներ վերանորոգման կարիք։ Ու մի հատ հրաշք տարածքով, դա իմ տեսած ամենասիրուն կանաչապատ տարածք ունեցող մանկապարտեզներ, հետո նկարում ինչ ա արվել, այդ տուֆը ամբողջությամբ ցած սվաղվել է, բալկոններով բանով, այդ բանը ապակուց այդ մեծ վիտրաժը եւս փակվել է, մի քանի հատ ցած լուսամուտ են դրել, սալատովի գույնի ներկել են, շատ տգեղ բան էլի,
առանց գույնի բռնցնելու, sense մի գույնի տակ ներկել են ու ամբողջ տարածքի կանաչ զանգվածը վերացրել, ամբողջը, երկու հատիկ ծառ են թողել, այդտեղ գիտեք Սամշիտը այս բարձրության Սամշիտներ էր սիրուն զարդարած, ինքը բան արած, լանդշաֆտ արած, երևի մի 50-ից ավել ծառեր, մի 100-ից ավել թփեր, որ նայես չես պատկերացնի, որ դա Հայաստանում եղել է մանկապարտեզի տարածք, ու հետո նկարի երկու հատիկ ծառ է այս մասում մնացել, ու վերջ, ասֆալտ, երկու հատ գազոն, երկու հատ ծառ։ Հիմա հենց հիմիկվա օրինակը թիվ 139 դպրոցը Կարեն Դեմիրճյանի անվան նոր վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի շատ սիրուն էլի դպրոցը վերանորոգման կարիք ուներ, ասացին որ վթարային է, քանդեցին, վերակառուցեցին ամբողջությամբ, հետևի մասով եղևնիների մի հատ լավ շարք կար, շատ լավ եղևնիներ, էլի մասիվի ամենալավ եղևնիներից պահպանված, հիմա բոլորը չորացել են։ 2 տարի առաջ երբ սկսեցին, էլ տեղ չմնաց, որ չզանգեմ, ասեմ, եկեք, կա կարգ, որ պետքա ծառերը, պետքա ծառի բունը շրջապատված լինի, բան արած լինի, շրջապակված լինի, կա կարգ, որ Տիկին Կրիստիան երբ որ ավականին են եղել, առաջին բանով հենց այդ ժամանակ են այդ կարգը նաև բան արել, ավելացրել, էլի, արդիականացրել, որ պետքա ծառերը ամեն շաբաթ, թե շաբաթ 2 անգամ ինչքան ջրվի, բանը ցողվի, լվացվի, ծառերը պետքա շաբաթը, չգիտեմ, քանի անգամ ջրվի, ոչ մի նորմ բնականաբար չի պահպանվել, բայց ես գոնե խնդրում եմ ասում եմ, լավ, գոնե փակեք, այդ տրակտորները խփելով գնում գալիս, ու ամբողջը չորացրեցին։ Հիմա այդ դպրոցերի բերել են 2 հատ տոյա տնկեն, ու 2 հատ տոյայով բացում անում այդ ամբողջ կանաչապատ տարածքը վերացված է շինարարությունից հետո։ Շնորհակալ եմ, պարոն Դուրգարյան, ամփոփենք։ Ինչ անելի տրամաբանությամբ եթե գիտեք պատասխանը։ Ինչ անել։ Այո։ Թե ամբողջ հաղորդումը դրան էր նվիրված։ Ընդհանրապես ես մտածում եմ, որ միայն, հա, այսինքն մի մոտեցում ինչ որ մի խնդիր լուծելու համար աղբավայրի կամ չգիտեմ, ինքը աշխատելու է ժամանակավորապես։ Մենք պետք է ընդհանրապես, հա, գնանք, այսինքն քաղաքացիները, քաղաքացիական հասարակություն, մարդիկ պետք է ավելի պահանջատեր լինեն, դա առաջի հերթին, հենց կանաչ քաղաքականությունների կիրառման ուղղությամբ, այսինքն որպեսզի մշակվեն կանաչ քաղաքականություններ, ներդրվեն եւ իրականացվեն, բայց եկեք մի հատ ուշադրություն դարձնենք, հա, կարծեմ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ էր, հա, անցյալ, հա, այնտեղ մոնիտորինգ էլ կա։ Եվ այդ նույնը վերաբերում է համապետական ընտրություններում, որքանով են մեծ ուշադրության դարձնում բնապահպանական հարցերին։ Սովորաբար վերջին տողում ինչ-որ մի կենացել է։ Այստեղ նաև մեր հասարակությունը պետք է պատժի, այսինքն պիտի մարդիկ գիտակցեն, որ պետք է բնապահպանական լուրջ մոտեցումներին տեղ տան եւ դա պետք է քաղաքական ուժերը կամ պատասխանատուները զգան, որ առանց դրա ուղղակի չեն կարող, հա, առաջ շարժվել։ Այդ գիտակցումը պետքա խորացվի, այլ կերպ ասած, ինչ կարող են անել, օրինակ, հա, եթե ասում եք Երևանի օդը վատն է, այդ նշանակում է, որ Երևանի օդի վատ լինելու համար ոչ միայն պիտի քաղաքի ծրագիր լինի, պիտի մի հատ պետական ծրագիր լինի եւ որի մեջ բոլոր այդ բաղադրիչները դրված լինեն, աղբավայր, չգիտեմ, կանաչապատում, կառուցապատում, տրանսպորտ, այսինքն ինքը պետք է մի հատ համապարփակ փաթեթ լինի եւ յուրաքանչյուր այնտեղ իր դերը ստանձնած լինի եւ դա պետք է անի ուղիղ կառավարության վերահսկողության ներքո։ Ու դա ես լուրջ եմ ասում, այսինքն եթե Երևանում աղոտ աղտոտված, նաեւ Արարատում աղտոտված, այսինքն նաեւ մարզեն, այդպիսի կենտրոններում պիտի պետական քաղաքականության միջամտություն լինի եւ պիտի իսկապես աշխատանք կատարվի, որովհետեւ երբ որ ասում ենք Սևանի խնդիրներ չենք ասում, այն ազգային պարկա, չենք ասում, օրինակ Սևանը Գեղարքունիքի մարզինն է, նրանով պետք է գնացեք ինչ ուզում եք արեք, այո։ Այսինքն այդ հարցերին պետք է sense շատ լուրջ վերաբերվել եւ բնականաբար պատասխանատվությունը եւ իհարկե չեմ ասում միայն պատասխանատվությունը եւ նաեւ ֆինանսները պետք է այդ խնդիրների ուղղությամբ լրջագույնս դիմվեն։ Ինչի մասին է խոսքը։ Մենք միջև հիմա Հայաստանում չունենք մարդու այս կամ այն օրինակ ով է ստացել այս ծխից
կա Հայաստանում որևէ օրենք, մեխանիզմ, որով քաղաքացին պարտավոր, այսինքն որ մոտ է գտնվում փոխհատուցում ստանա իր գրած վնասների համար, չկա։ Կամ գոնե առողջապահական ստուգում անցնի, տարեկան չկա, այսինքն մոնիտորինգային ստուգումներ էլ չկան։ Այսինքն տարիներ շարունակ պահանջում ենք, որպեսզի Հայաստանի օրինակ հանքարդյունաբերական համայնքներում իրականացվի մարդկանց առողջության գնահատում։ Գիտեք, չէ՞ ոնց է օրինակի համար Հայաստանում, եթե եկավ քո փոչանքը, չգիտեմ, ինչ որ ընկերության, լցվեց քո այգին, քո բոլոր ծառերը չորացան, որևէ մեխանիզմ չկա փոխհատուցում, որովհետև ապացուցելի չէ, որ այդ փոչանքից այդ ծառը չորացել։ Ուզում եմ ասել, որ մենք այդքան մանկապարտեզային դիրքերում ենք դերևս գտնում եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել, այսինքն այստեղ լուրջ միջամտություն ա պետք, եթե խոսում ենք ամբողջ մեր օթի համակարգի մասին, այսինքն այստեղ մի հատ թիմ չի կարող, այսինքն ամբողջապես լուծել, այսինքն պետական քաղաքականություն պրեսինգ է պետք, պրեսինգ, որպես պրեսինգ, բոլոր գերատեսչությունները։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ նաև հարգելի հեռուստադիտողներ ձեզ հիշեցնել, որ նախապես Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ այս ոլորտներին առնչվող համաձայնվել էին գալ այս քննարկմանը մասնակցել, հետո հրաժարվեցին ըստ էության քաղաքացիներին հաշվետու լինել այս կարևոր հարցով, բայց քննարկումը կայացավ, որին մասնակցում են Օլեգ Դուլգարյանը, իրավապաշտպան եւ բնապահպան, Նազելի Վարդանյանը, Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության տնօրեն, էկոլոգ, իրավաբան, Քրիստինե Վարդանյանը, Երևանի ավականու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, Էդուարդ Հայրումյանը, ակտիվիստ, շնորհակալություն Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։